Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Աշակերտական տարիները նկատի չունի Փաշինյանը։ 7 տարի որպես վարչապետ է մնացել նույն դասարանում։ Մենք տգետ ենք։ Որ տգետ են, հասկացել է Փաշինյանի խոսքով գիտելիքի պակաս ունեցող գյուղացիների հետ 10 րոպեանոց շփումներից։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջ դասարանում։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Տգետ ու կրթող։ Հենց դրա համար էլ անհարմար բաներ են ստացվում, կրթելը նորաձև է քարոզի ժամանակ։ Փաշինյանն ու նրա զուգընկերուհին Արմավիրում մեծ էկրանին Հրանտ Մաթևոսյանի նկարը ցույց տալով հայտարարել էին, թե գրողն ասել է, բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորես։ Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը ուղղել էր Փաշինյաններին, միտքը Մաթևոսյանինը չէ, Վանո Սիրադեղյանինն է ու մատուցվել է խեղաթյուրված։ Վանոն պարտվողականություն չի քարոզել։ Հաղթանակը պարտությունը վերաիմաստավորելու մասին է խոսել։ Իսկ ամենազավեշտալին ըստ Դավիթ Մաթևոսյանի այն է, որ Վանո Սիրադեղյանի այդ հոդվածը 2000 թվականին տպագրվել է Փաշինյաններին պատկանող հայկական ժամանակում։ Չեն կարդացել այսօր նաև մեղվաբույսներին գիրք կարդալ հորդորող Փաշինյանները։ Այդ մեղուն գիրքը, որը պետքա կարդաս։ Մեղուն գիրք է, իսկ մարդիկ մեղվի պես իզուր են աշխատում։ Եթե գիտելիք չունեն, ժրաջան աշխատանքն արդյունք չի տալու, Փաշինյանի թեզն է։ Այդ նույնն է թե բան է անում։ Մեքենան բանի մեջ է։ Չէ, բանի մեջ է։ Ցեխի մեջ է, որ ընկնում կամ ցեղ պարտադիր չի ձունի մեջ, ցեխի մեջ եւ այլն։ Չեմ կարող այդ բառը գտնեմ։ Բառ չգտնող վարչապետը հասարակությանն առողջացնող լուծում է գտել։ Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը ավելի սևանում է։ Անցել են ժամանակները, երբ Փաշինյանի իշխանությունը հայտարարում էր, իրենք թույլի, փոքրի կողքին են, հիմա ուժեղին, օրինակ խոշոր բիզնեսին են սատար կանգնելու։ Ըստ վարչապետի տրամաբանության, եթե ուժեղն էլ ավելի ուժեղանա, կշահի փոքրը։ Աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ կգնան կաշխատեն։ Մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, բայց մենք պետքա գնանք այդ ճանապարհով, չվախենանք, որ մեզ ասեն, վայ, սրանք խոշորների պաշտպանն են։ Վարչապետը հուսով է, որ հստակ է արտահայտվում։ Գոնե իր կաբինետը ընկալեր ասածը, բայց ինչպես ժողովուրդն է ասում, Փաշինյանը եթե գրպանի լոբուն է նայում, զատիկ չի գալու, լոբին այս դեպքում նախարարների զեկույցներն են։ Ֆորմալ, տենց, կիսա, նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Տխրում է, զայրանում, հետո էլի տխրում, էլի զայրանում, խոստովանում։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մեր գործն է։ Վարչապետն իրեն այնքան տվեց էմոցիաներին, որ տպավորություն էր, թե ներսում կռիվ է։ Անհանգստացողները, հավանաբար անվտանգության աշխատակիցները կառավարության նիստերի դահլիճի դուռը բացում են պարզելու, մի բան պատահած չլինի մեր վարչապետին։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Արփիս Քեսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։